Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, ինչ հայտարարություն է տարածել նախկին պետնախարարը բանտից։ Ինչ փուլում է արտահանձնված սիրիացի վարձկանների վերաբերյալ գործը, ինչ տեղեկություններ ունի արդարադատության նախարարությունը։ Խոստում, որը հիշում են միայն նախընտրական շրջանում, ինչ բանաձևով են հաշվարկելու թոշակների բարձրացումը։ Վերահսկվող կանխիկ, ազատ կրիպտո, հարկային քաղաքականության բացերը, տոտալ վերահսկողություն, թե հարկային բարեփոխում։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածել ընտանիքի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։ Հայտարարել է ընտանիքն ու շեշտել, որ այս կերպ Վարդանյանը չի ուզում լեգիտիմացնել այն գործընթացը, որն ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Այս պայմանում վերադասատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի, թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչ բնավ այդպես չէ։ Մենք կշարունակենք պայքարել արդարադատության համար, միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատականության իրավունքը։ Մինչ Բաքվում մեր հայրենակիցները փորձում են իրենց իրավունքները պաշտպանել միջազգային մեխանիզմներով, պարզվում է, որ արդարադատության նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ փուլում է սիրիացի վարձկանների վերաբերյալ գործի քննությունը։ Սպուտնիկ Արմենիայի հարցման ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի վերաբերյալ հարցերը գտնվում են Սիրիայի իշխանության իրավասության ներքո։ Հիշեցնեմ, որ հունվարի 14-ին Հայաստանը Թուրքիայի միջոցով Սիրիային է հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ Ալ-Հաջիին։ Զուգահեռ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում դիվանագիտական դաշտում։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թեհրանում է։ Այցի ընթացքում նրան ընդունել է Իրանի նախագահ Մանսուդ Փեզեշքյանը։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Իրանի նախագահի խոսքով երկու երկրների հարաբերությունները կարող են ել ավելի խորանալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։ Պապիկյանը նաև հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին, թեև կողմերը դեռ չեն մանրամասնում, Երևանն ու Թեհրանը քննարկում են արդյոք ռազմատեխնիկական գործակցության հարցերը, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ ապագայում հնարավոր է համատեղ զորավարժություններ անցկացվեն։ Նա ընդգծել է, որ հայ-իրանական սահմանը մնում է խաղաղության ու կայունության ամուր երաշխիք։ Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր են ապագայում ևս տեղի ունենան եւ հնարավոր են ապագայում ավելի մասշտաբային լինեն։ Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող գործակցության եւ կապերի մասին։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ եւ ավելի խորացնելու արդեն իսկ առկա գործակցությունը։ Երկու երկրների ռազմական ոլորտներն էլ հենց հիմնվում են այդ պատմական կապերի վրա եւ սահմանի անխզելիության, նաեւ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա։ Այս ընթացքում հայտարարում են Թեհրան-Բաքու նոր գործակցության մասին, կամուրջ Արաքսի վրա։ Սա Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ճանապարհ է։ Աղբանդ Քելալե կամուրջը Բաքվում արդեն ներկայացնում են ռազմավարական նոր ուղի դեպի Նախիջևան, շրջանցելով Հայաստանը։ Ստացվում է Թեհրանը պատրաստ է իր տարածքը տրամադրել, բայց պայմանով, որ չխախտվեն Հայաստանի սահմանները։ Իսկ հնարավոր է արդյոք, որ կամուրջը փոխարինի միջանցքին եւ ինչու են Երևանն ու Բաքուն մշակում թրիփը կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագիծը, եթե տարածաշրջանի խաղացող Թեհրանն ուներ այդ տարբերակը, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։
Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են Արաքս գետի վրա Աղբանդ Քելալե կամրջի կառուցման ավարտի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, այն դառնալու է այսպես կոչված Արաքսի միջանցքի մաս եւ կապելու է Ադրբեջանը Նախիջևանին Իրանի տարածքով։ Այս կամուրջը կառուցվել է Արաքսի այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի շրջանում։ Պատմականորեն Արաքսի վրա կամուրջներ եղել են նաև նախկինում, օրինակ Խոդաֆերիի կամուրջը, որը ջրականի ու Իրանի սահմանին է, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կա նաև գործող սահմանային անցակետ Աստարայում, որը կապում է Ադրբեջանի եւ Իրանի Աստարա քաղաքները։ Սակայն սրանք երբեք չեն ունեցել այն ռազմավարական նշանակությունը, որը Բաքուն այժմ վերագրում է նոր կամրջին։ Իրենց մոտ կա այդ գիտակցումը, գուցե նաև մտավախությունը, որ թեկուզ եւ Հայաստանի տարածքով Սյունիքով իրենք ճանապարհել ունենան, այնուամենայնիվ իրենց Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնությունները, դա կլինի տարածաշրջանային քաղաքականությունը կլինի եւ այլն, այնուամենայնիվ գուցե իրենք գիտակցում են, որ ինչ որ իրավիճակում կարող են բախվել այնպիսի մարտահրավերների հետ, խոչընդոտների հետ կամ շահերի բախման հետ, որը կարող է փակուղի տանել թեկուզ եւ Հայաստանով անցնող իրենց ցանկացած ճանապարհը։ Փաստացի Բաքուն մոտենում է տասնամյակների իր նպատակին ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Թեհրանը դեռ վաղուց հայտարարել էր պատրաստ է իր տարածքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին պայմանով, որ չխախտվեն Հայաստանի, մասնավորապես Սյունիքի սահմանները։ Իրանը փորձեց, որ այլընտրանքային ճանապարհ առաջարկի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը զերծ մնա իր նկերդումները Հայաստանի վրա։ Իսկ այս պարագայում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը դուրս է գալիս օրակարգից։ Փորձագետների գնահատմամբ ոչ։ Իրանի տարածքով անցնող ճանապարհը լինելու է Թեհրանի իրավազորության ներքո։ Իսկ Հայաստանի տարածքով նախատեսվող տարբերակը Բաքուն ցանկանում է արտատարածքային ռեժիմով առանց Երևանի լիարժեք վերահսկողության։ Իրանի համար սա ուներ որոշակի նաև այլ ռազմավարական նշանակություն։ Այն տրամաբանությամբ, որ մինչ այժմ ինչպես որ ճանապարհ տրամադրել ենք ձեզ, կարող ենք ձեր ներկայացած պահանջներին համապատասխան դարձյալ նոր ճանապարհ տրամադրել, ապահովել այդ բոլոր ստանդարտներով ճանապարհը, բայց ձեռնպահ մնացեք Սյունիքի նկատմամբ ձեր հավակնություններից։ Փորձագետների խոսքով Աղբանդի կամուրջը կարող է դառնալ Զանգեզուրի միջանցքի տեխնիկական այլընտրանքը, բայց սա չի լուծում այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը, որոնք Բաքուն փորձում է լուծել Սյունիքով անցնող ճանապարհի տարբերակով։ Այսինքն, եթե նույնիսկ Իրանի ճանապարհը գործի, միջանցքի թեման ամբողջությամբ օրակարգից չի հանվի։ Իրեն մինչև վերջ պահանջելու են, ինչքան կարողանան ստանան Իրան կփորձեն ստանան, բայց Իրանը այդ քայլերով միշտ փորձել է չզուգացնել այդ վտանգները Հայաստանի վրայից եւ որոշ չափով հաջող է եղել։ Այսպիսով Արաքսի վրա կառուցված Աղբանդ Քելալե կամուրջը պարզապես նոր ենթակառուցվածք չէ, այն տարածաշրջանային նոր հաշվարկի մաս է։ Եթե Իրանի տարածքով կապը լիարժեք գործարկվի, Ադրբեջանը փաստացի կստանա Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն շրջանցելով Հայաստանը։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց։ Բաքվին բավարար է արդյոք Իրանի վերահսկողությամբ ճանապարհը, թե Զանգեզուրի միջանցքը շարունակում է դիտվել որպես ազդեցության, վերահսկողության եւ քաղաքական ճնշման գործիք։ Փորձագետները փաստում են, Արաքսի վրա կառուցվող կամուրջը միայն տրանսպորտային նախագիծ չէ, դա նաև տարածաշրջանի ապագա ուժային բալանսի մասին է։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Կադրային փոփոխություններ ներքին գործերի նախարարությունում եւ ոստիկանությունում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։ Բարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։ Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով Վարդան Վարդանյանին, Կարեն Հակոբյանին, Արթուր Խուդինյանին նշանակել են նախարարի խորհրդականներ։
Իսկ կադրային փոփոխությունները կազդի արդյոք վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, կամ այս դեպքում ով է պատասխանատուն, կամ որ օղակի բաց թողումն են վերջին շրջանում տեղի ունեցող աղետալի միջադեպերը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կենցաղային ու անձնական հարցի շուրջ վեճերն ավարտվել են սպանությամբ։ Հայաստանում անհանդուրժողականության մակարդակը հատել է կարմիր գիծը։ Մանրամասները Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Հենց այստեղ են կարճ զրուցել, հետո վիճել, որից հետո 45-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է 31-ամյա Ռուբենին։ Չեն կարող ոչ մի բան ասել, որտեղ տեղում չենք ելել, որ տեսնենք կամ իմանանք։ Փակել այսինքն այստեղ։ Փակ չէր, դա ամեն ինչ եղել է, օբյեկտի ներսում չի ելել, օբյեկտի հետ կապ չունեցող։ Դուրս նայել ես, մենք իրանց հետ չենք ելել։ Մենք մեր աշխատանքի վայրում ենք եղել։ Այստեղից որևէ բան չէ։ Այլևս ոչինչ չեմ կարող։ Ուշ ժամ էր, հարակից խանութները փակ էին, մենք չենք տեսել, պատմում են խանութպաններն ու աշխատակիցները։ Խանութից դուրս չեն գալիս, էլի չենք շփվում։ Մենք էլ ձեր նման լսել ենք։ Օրինակ ես էլ եմ բանով եմ նայել, էլի տեսել։ Ինչ-որ վնասել է խանութը։ Բացարձակ։ Ոստիկանները հարցաքննել են նրանց, վերցրել տեսանյութը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվող 45-ամյա Զովունեցին անսթափ վիճակում է եղել։ Իր անունով հաշվառված Սայգա տեսակի որսորդական ակոսափող հրազենից է կրակել։ Հայտնի է, որ Ռուբենը ոտքի հատվածում ստացել է ծանր վիրավորում ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։ Ինչ վիրավորում էր ստացել ոտքի հատվածում, որ մահացու էր, հիվանդանոցից չասացին։ Միայն նշեցին, որ նախաքննության ընթացք է, որևէ տեղեկություն չեն կարող հայտնել։ Քննչական կոմիտեն էլ այսպես մեկնաբանեց։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առողջությանը ծանր վնաս պատճառել է եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։ 45-ամյա տղամարդուն ձերբակալել էին 11-րդ փողոցում։ Նա մեքենան թողել էր դեպքի վայրում եւ փախուստի դիմել։ Հանցագործության համար կասկածվող տղամարդը 2 ամսով կալանավորվել է։ Ըստ մեր տեղեկությունների, սպանված տղամարդը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Նախորդ շաբաթվա ընթացքում սպանության մի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում, մեկը մյուսից դաժան։ Ինչու են հաճախացել դեպքերը։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը մի քանի պատճառ է առանձնացրել։ Հիվանդացած հասարակություն, ատելության խոսքի տարածում համացանցում եւ դաստիարակչական ֆունկցիայի համակարգային քայքայում։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք։ Հանցագործությունների կանխարգելման գործառույթը բացակայում է, նշում է Աթանեսյանը։ Բացի այդ, հասարակությունում մտադրված քայքայում են ազգային արժեքները, իսկ ամոթն ու զսպվածությունը ներկայացնում որպես թուլություն։ Բարի, զիջող, բանակցող մարդը պետք է օրինակ լինի պետական մակարդակով, ընդգծում է Աթանեսյանը։ Մինչդեռ հայ հասարակությունում գնալով պակասում է այն, երթևեկությունից մինչև դպրոցներ, դպրոցներից բուհեր ու համակարգեր։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Ընտրությունից 4 ամիս առաջ իշխանությունը կրկին հիշել է 2021-ի նախընտրական խոստումը։ Փաշինյանը, որը նախկինում անիմաստ էր համարում թոշակի բարձրացումն, ասելով, թե թոշակառուի տունը դրանից չի տաքանա, այսօր առավոտյան հայտարարել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակը կբարձրանա։ Նրա խոսքով համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, իսկ բարձր թոշակներն ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ, այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք եւ ուզում եմ նաեւ պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա եւ ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը։ Առաջինը դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր
կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ ներկայացրել է ապրիլի 1-ից կենսաթոշակների ու նպաստների բարձրացման բանաձևը։ Նրա խոսքով Հայաստանում կենսաթոշակների հաշվարկում կա հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որն այս պահին 24,000 դրամ է։ Փոփոխության արդյունքում այն դառնալու է 34,000 դրամ։ Այսինքն բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետև հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36,000 դրամ է, այն դառնալու է 46,000 դրամ։ Զուգահեռ պետությունը ցանկանում է տեսնել յուրաքանչյուր դրամի շարժը, քաղաքացին հասկանալ, թե որտեղ է ավարտվում վերահսկողությունը և սկսվում սահմանափակումը։ Վերջին ամիսներին հարկային փոփոխությունները ներկայացվում են որպես պայքար ստվերի դեմ, բայց գործնականում շատերի համար դրանք դարձել են նոր բարդությունների աղբյուր։ Տնտեսագետներն զգուշացնում են, չափից ավելի վերահսկողությունը կարող է տալ հակառակ արդյունքը։ Այն ոչ թե նվազեցնելու է ստվերը, այլ տեղափոխելու է այլ դաշտ։ Ինչի կարող են հանգեցնել այս փոփոխությունները, դիտենք ռեպորտաժը։ Հայաստանում վերջին ամիսներին հարկային համակարգում փոփոխությունները քաղաքացիների համար նոր կանոններ են սահմանել։ Կառավարությունից նշում են, նպատակը կոռուպցիան նվազեցնելն է, բայց իրական կյանքում օրենքները հաճախ ավելի շատ անհարմարություն են պատճառում։ Օրինակ, եթե վաճառել ես անշարժ գույք եւ ուզում ես ամբողջ գումարը վերցնել բանկից, նախկինում դա հնարավոր էր առանց խնդրի։ Հիմա պարտադիր է թղթաբանություն ու հիմնավորում, որտեղ եւ ինչ նպատակով է օգտագործվելու գումարը։ Սակայն տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ այս բարեփոխումների առանցքում ոչ այնքան բարեփոխման, որքան ֆինանսական համակարգի գրեթե տոտալ վերահսկողության տրամաբանությունն է։ Սրա դրդապատճառային է, որ իշխանությունները վերցել են բազմաթիվ սոցիալական պարտավորություններ, վերջից կարող ենք հիշել օրինակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդնում, որը բյուջեի վրա նստելու է տարեկան մոտավորապես 120 միլիարդ դրամ։ Այն պայմաններում, երբ բյուջեն արդեն բավականին լուրջ պակասորդ ունի, եւ ստացվում է, որ իշխանությունները վերցնում են նոր սոցիալական պարտավորություններ, նրանց մարելու հնարավորություն չունեն եւ փորձում են գտնել նոր եզրերը, ինչպես քաղաքացիներից այս գումարները հավաքեն։ Կատարվողը տնտեսագետի գնահատմամբ ունի նաև ավելի լայն քաղաքական ենթատեքստ։ Պետությունը ցանկանում է վերահսկել գրեթե յուրաքանչյուր գործարք, միաժամանակ ունենալով նաև պատժելու գործիքակազմ։ Մի կողմից կարելի ասել, որ կանխիկ շրջանառության սահմանափակումը դա համաշխարհային պրակտիկա է, քիչ թե շատ ողջ աշխարհում այդ ուղղությամբ կգնում են, որպեսզի այս ստվերային տնտեսությունը վերահսկեն, բայց մյուս կողմից ամեն ինչը պետք է չափ ու սահման ունենա։ Օրինակ, եթե սահմանվել են ինչ-որ մակարդակներ, դրանից ել ավելի ներքևիչն է, դա արդեն տնտեսության նախանգարում եւ մարդկանց բնականon տնտեսական գործունեության նախանգարում։ Թիրախային է նաև կրիպտո ոլորտը։ Եթե հարկային օրենսգիրքը փորձում են հարմարեցնել քաղաքացու յուրաքանչյուր դրամ վերահսկելու համար, ապա կրիպտո արժույթի ու թվային ակտիվների դեպքում դեռ չկա հստակ կարգավորում, թե ինչպես հարկ վճարեն այն քաղաքացիները, ովքեր զբաղվում են վիրտուալ փողերի առուվաճառքով։ Օնլայն վաճառքներն ու ֆրիլանս ծառայությունները նույնպես լիովին կարգավորված չեն։ Միքայելյանի խոսքով, եթե վերահսկողությունը շարունակվի խստանալ, հնարավոր է հակառակ արդյունք։ Քաղաքացիները կսկսեն ավելի ակտիվ օգտվել կրիպտո արժույթից կամ նույնիսկ անցնել պարտերային գործարքների։ Սա նոր ռիսկեր է ստեղծում սկսած ֆինանսական անկայունությունից մինչև հարկային համակարգի վերահսկելիության նվազում։ Որովհետև այդտեղ արդեն թե կայունությունը փոխարժեքի հարցականը, թե նաև գումարների հոսքը ավելի քիչ կառավարելի եւ այլն։ Այսպիսով մարդիկ միշտ ձևաչափը կգտնեն, ինչպես եթե կարիք կա, բայց անհարմարությունը եւ ռիսկայնությունը կարող է աճել։ Խնդրահարույց է նաև այսպես կոչված քեշբեքի համակարգը, որը նախատեսված է թոշակառուների համար։ Տնտեսագետի գնահատմամբ այս մեխանիզմով իշխանությունները փաստացի փորձում են թոշակառուներին դարձնել հարկային վերահսկողության գործիք։ Տեղի ունենում են, որ իշխանությունները փորձում են բոլոր թոշակառուներին ոնց որ հարկային ինսպեկտոր դարձնեն, որպեսզի իրանք գնան ու այդ աշխատանքը անեն, որը կառավարությունը օրինակ կամ իշխանությունները կամ հարկայինը չի կարող անել, ամենտեղ հասնել, որ հիմա գնան ու թոշակառուները ամենտեղ ուզեն այդ ՀԴՄ-ն եւ այլն, հա։ Այսինքն տեղափոխում է
այս հակամարտությունը դեպի ներքին դաշտ ու հասարակության մեջ լարվածություն լրացուցիչ ստեղծվում։ Միքայելյանը մատնանշում է նաև դրական փոփոխությունները, որոշ վարչարարական գործընթացներ բիզնեսի համար իսկապես պարզեցվել են, սակայն վերջին 1 տարվա ընթացքում մի շարք ոլորտներում միաժամանակ բարձրացվել են նաև հարկային դրույքաչափերը։ Արդյունքում տնտեսագետի համոզմամբ խնդիրը ոչ թե հարկերի հավաքման մեխանիզմների խստացումն է, այլ պետական ծախսերի աճը եւ ֆինանսական քաղաքականության սխալ հաշվարկները։ Նրա կարծիքով անհրաժեշտ էր ավելի զուսպ բյուջետային եւ ֆիսկալ քաղաքականություն վարել, այլ ոչ թե փորձել ցանկացած գնով վերահսկել յուրաքանչյուր դրամի շարժը։ Ամերիկացի միլիարդատեր եւ Microsoft-ի հիմնադիր Bill Gates-ը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից, հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար, խոստովանելով, որ ամուսնացած ժամանակ սիրային կապեր է ունեցել, այդ թվում ռուս կանանց հետ։ Gates-ը ընդունել է սխալները, որոնք ստվեր են գծել բարեգործական հիմնադրամի վրա, բայց պնդում է, որ ինքը որևէ կապ չունի նրա հանցագործությունների հետ։ Անհայտ անձինք Լեհաստանի նախագահի գրասենյակի տրամարկղից գողացել են ավելի քան 500,000 զլոտի, մոտավորապես $141,000։ Գործի շրջանակում առաջին վկաներն արդեն հարցաքննվել են, որոշվում է վնասի ամբողջական չափն ու տուժածների թիվը։ Կա վարկած, որ կողոպուտի գործում կարող են ներգրաված լինել նախագահի գրասենյակի մի քանի աշխատակից։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի, նաև Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեմ, եթե նրանց միջուկային տեխնոլոգիաները փոխանցվեն Կիևին։ Պեսկովն էլ ասել է, որ Փարիզի եւ Լոնդոնի կողմից Կիևին միջուկային ռումբ փոխանցելու մտադրությունը միջուկային իրավունքի կոպիտ խախտում է։ Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, զոհվել է օդաչուն։ Կործանիչն ընկել է Բալաքեսիրի ավիաբազայից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Կործանման պատճառը դեռևս անհայտ է։ Հրապարակվել են Մոսկվայի Սավիոլովսկի կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի կադրերը։ Պայթյունը տեղի էր ունեցել լույս փետրվարի 24-ին։ 22-ամյա մի տղամարդ մոտեցել էր ոստիկանական մեքենային ու պայթեցրել այն, որի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, վիրավորվել 2-ը։ Պայթյունն իրականացրած անձը նույնպես մահացել է։ Դոնալդ Թրամփը հյուրընկալել է օլիմպիական չեմպիոնների, Սպիտակ տուն են այցելել Միացյալ Նահանգների տղամարդկանց հոկեյի հավաքականի մարզիկները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վտանգված է։ Հայտնի նարկոբարոնի սպանությունից հետո ընդունող երկիր Մեքսիկայում քաղաքացիական անկարգություններ են սկսվել։ Ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունն այս տարի Մոնտերեյում եւ ներկայումս շրջափակման մեջ գտնվող Գվադալախարայում։ Գվադալախարան սակայն ներկայումս ողողված է զինված մարդկանցով, որոնց մտքին մի բան է՝ վրեժխնդրությունը։ Նյու Յորքում ձյան պատճառով փակվել են դպրոցները, դադարել է երթևեկությունը, իսկ կենտրոնական այգին վերածվել է խաղահրապարակի։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում առգրավել են տանկեր։ Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը հրաժարական է տվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականը, այն անվանելով պատասխանատվության դրսևորում։ Մոսկվայում մարտի 1-ին 60 միլիոն ռուբլի մեկնարկային գնով աճուրդի կհանվի Այվազովսկու լուսնկա Ղրիմում կտավը։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն իր 13-ամյա դստերը Կիմ Չժուէին նշանակել է երկրի հրթիռային ծրագրի ղեկավար։ Անչափահաս աղջիկը կհսկի ռազմական մշակումների ոլորտը։ Պաշտոնապես այդ պաշտոնն զբաղեցնում է գեներալ Չան Չան Հան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը ստանում է զինվորականների զեկույցները եւ հրամաններ տալիս։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։